Բարի երեկո սիրելի հեռուստադիրներ, ուրեմն 5 շաբթի ամբողջ Ամերիկայի տարածքին ամերիկացի ժողովուրդը ներառյալ ամերիկահայությունը դոնեցին Քոհապանության օրը։ Նախ եւ առաջ շնորհավոր լա բոլորին Քոհապանության օրը։ Happy Thanksgiving։ Ուրեմն միայն Ամերիկայի բես երկրի մեջ որ մարդ կրնա երազել եւ իր երազը իրականացնել առանց ովևէ ասենք արհեստական դժվարություններով եւ այս խոսակցությունը ես տասնամյակների վեր գլսեմ բազմաթիվ ամերիկացիների ասելով որ only in America մենք որպես հայ ուրախ ենք Ամերիկայի համար եւ պայքարած ենք Ամերիկայի բարօրության համար եւ կշարունակենք պայքարել բայց նաեւ որպես հայ մեր առաջադրանքն է որ հարավային Կովկասի մեջ Հայաստանը դառնա իսկական Հայաստան դիտի չեմ Ամերիկա իսկական Հայաստան ու իսկական առողջ պետություն որ ուրիշներ փախցան Հայաստան ներքախտեն Հայաստան ասենք ժամանեն գայք հաստատեն երազներու երկիր դառնա Հայաստանը բայց ինչպես կարելի է երազներու երկիր դարձնել Հայաստանը ամենալավ ճանապարհը ներքին առողջությամբ առաջնորդվել եւ միշտ ուշադրության գիզագետի մեջ տնել երկու տեսակ հայերը կան հրեշանման հայեր եւ կան հրաշանման հայեր բարեփոխտապար այսօրերուն մենք ոչ միայն ագանադես ենք մենք ասելով ակտիվիստներս ոչ միայն ագանադես ենք այլ նաև մասնագիտ ենք այն փաստի իրակորձման համար որի միջոցով մենք հոյագապ հերանգարիմը արժև գտնվենք եւ օրը օրին ժամը ժամին սրտացավ ակտիվիստ հայերու եւ հայուհիներու թվականակը շարքերը գխդանան եւ նպատակը գստականա ուրեմն այս վարտահեղի արշալույսի մասին որ մեր մեծ փանաստեզը խոսած է ադի ահակին աշխատանք կբանջի բեդությունը ուժեղացնելու համար բեդությունը զարգացնելու համար ահակին դնային աշխատանք պետք է եւ այդ դնային աշխատանքներեն մեկը եւ չսելու համար ամենակարևորներեն կարևորակույն 3 հատեն 1 հատը մամուլի միջոցով ազատ մամուլի միջոցով ներ ասկային ինքնամաքրման կորզընթացը առաջ դանել է ուրեմն մեր հետազոտական աշխատանքներու ծիրեններս շատ հետաքրքրական նորություն ունենք այսօր պիտի առաջարկեի որ իմ զրուցակիցը Բարոն Ոսկամ Խիթարյանը այդ մասին խոսի եւ շարունակենք մեր զրույցը Բարոն Չապարյան այսօր պիտի փապակին մեզ ունգընտրողներուն փոխանցել ըսկայացունց տեղեկությունը Եթե գիշեն մեր սիրելի հերոստատիդողները որ նախորդ երևույթներուն անդրադարձանք եւ բարձրացայնեցինք ասելով երբեք չլանք անդարբեր մեր գարույցներու նկատմամբ եկեղեցի ասկային այլ գարույցներու նկատմամբ եթե գտեսնենք այդտեղ կանոնական խախտումներ երբեք չլանք լուսանցքի վրա գեցող եւ ասել որ մեզի ինչ ոչ սիրելիներ պետք է մայր էջի մեջ լանք այլ խոսքով մաս եւ բաժինը լանք մեր ասկային կյանքի մեջ ըլլա ադիգա հայրենիքներս ըլլա ըսպիրքի դարածքին ուր բարեփոխտապար թշպախտապար ինչպես որ գուզեք հայության մեծամասնությունը գաբրի հետևաբար ես միշտ գոչ պիտի ուղեմ իմ բոլոր երևույթներուց որ անպայման բարձրացայնեք բարձրացայնելով մեզի պիտի դակ այդ հավաստիացումը որ դուք կհավատաք մեր քոյութենական բայկարին անդարբեր չեք կրնար ըլլալ
պետք է անպայման ըլլալ մաս եւ բաժին, եթե կուզենք չահագիրները ըլլալ, այլ խոսքով փոխանցել այդ չահերը հաջորդ սերունդին, որբեսի մեր քոյութանական բայկարը օրմը արշալույս տեսնե։ Այսօր պիտի խոսիմ Ռուսաստանի մեջ գտնվող հայ քաղուտի մասին։ Իժեսկ հայկական այս քաղուտը Մոսկվայի հարավը գլա։ Այդտեղ գտնվող եկեղեցին 10 տարի է գառուցված է, սիրելիներ։ Բայց առաջնորդարանը ղեկավարությամբ Եզրաս արքեպիսկոպոսին գմերժե եկեղեցին օծել։ Ավասիկ թեմ հանդիման գուքան նորեն նույն խայդարագության։ Ասիկա խայդարագություն է։ Ամոթ չեմ յան, ուղագի խայդարագություն է։ Գսվի նաև մեր գաբերու միջոցով, որ այդ շրջանի մեջ ապրող հայերը, որովհետև հայ եկեղեցին դակավին չօծված, գերտան իրենց խորհրդակատարությունները գադարելու քույր եկեղեցվո մեջ, ես այդպես կգոչեմ, ռուսաց եկեղեցվո մեջ։ Ուր մնաց հայր եկեղեցին, ուր մնաց հայ եկեղեցվո առաքելությունը։ Գիտեք ինչու եկեղեցին չօծված 10 տարի է, որովհետև Եզրաս արքեպիսկոպոս քաղուտեն կպահանջե $200,000։ Սիրելիներ, չեք կրնար անդարբեր մնալ այսպիսի երևույթներով առջև։ Թեկուզ մենք հոն չենք ապրիր, բայց բարտավոր ենք որպես հայ, բարձրացնել այս խայդարագությունները, որպեսզի վերջ տրվին։ Չի կարելի հոդը զրգել իր հոգևոր առաքելութենեն, որովհետև մենք ընչաքաղցութենե կդարաբինք։ Քանի անգամ պիտի կրտենք, որ հայ եկեղեցին աղոթադուն է, վաճառադուն չէ։ Հետևաբար գթադաբարդենք այն ինչ որ դեղի կունենա այսօր Իժեսկի մեջ ղեկավարությամբ Եզրաս արքեպիսկոպոսին, որուն ագանջ եւ աշկ փակած են մյուս բարձրացիջան եկեղեցականները, ըլլան նաեւ այսպես ասված անվավեր քերակույն հոգևոր խորհուրդը։ Նորություն մշե սիրելիներ, եւ առաջին անգամ չէ, եթե լուր մնանք, պիտի շարունակվի այս խայդարագությունը։ Դակավին ոչ շատ ուշ անցյալին այստեղ Լոս Անջելեսի մեջ Փասիֆիկ փողոցին եւ մրթել անգյունը Սուրբ Սարգիս եկեղեցին գա։ Հովլան արքեպիսկոպոս մերժեց այդ եկեղեցին օծել, որովհետև Դերբելոս Փաղրամյան, որ 30 տարվա ծառայություն ուներ հայրենիքի եւ մասնավորապես Ռուսաստանի մեջ, այստեղ ծառայել է հաջողեցավ այդ եկեղեցին կանգնեցնել։ Բայց երբ որ թիմեց Հովլան արքեպիսկոպոսին, որովհետեւ կա եկեղեցին օզե, մերժեց Հովլան սրբազան, ասելով որ այդ կալվածը առաջնորդարանին պիտի փոխանցի։ Երբ վերջ պիտի դրվի այս ընչաքաղցության, միշտ կգրտնենք եկեղեցին ժողովուրդն է։ Մեր եկեղեցին ժողովրդավար է, առաջնորդարանն ժողովրդին կպատկանի։ Կարելի չէ այսպես շարունակել, սիրելիներ, բարձրացնեցեք, փողոքեցեք, հերոստատեսիլենը լա, ազատ մամուլի մեջ քրեցեք, որ վերջ տրվի այս խայդարագության։ Չփավեր Սուրբ Սարգիս եկեղեցին։ Գա երկրորդ եկեղեցին Ապլանդի մեջ, Սուրբ Խաչ եկեղեցին, նույն է բարական, Հովլան արքեպիսկոպոս գմերժե այդ եկեղեցին օծել, որովհետև դեղվին հոգապարծությունը
եւ հովիվը գմերժեն այդ բոլորը ափսեի վրա իրեն հрамցնել։ Վերջ սիրելիներ, այս ընչակացության վերջ, եթե չխոսիկ այս խայդարագությունները պիտի շարունակվին։ Անցյալին խոսեցանք նաև Փամդելի եկեղեցու մասին, այսօր եկեղեցի չկա Փամդելի մեջ։ Հոնալ կողոպտեցին ժողովուրդը, ժողովրդին քրտնաչան աշխատանքով հավաքված գումարները եւ քնված գալվածը առաջնորդարանը ձախեց։ Չի կարելի։ Մեր եկեղեցին մենադիրական հաստատություն չէ, մեր եկեղեցին ժողովրդավար հաստատություն է եւ ոչ առաջնորդ, ոչ ազգային իշխանության անդամներ իրավունք ունին գեղեցելու մեր ժողովրդին ազնիվ ըսկացումները։ Ահա բացիկ վերջին օրինակը Ռուսաստանի մեջ։ Ով պիտի փողոքե սիրելիներ։ Ռուսաստանի մեջ շատ դժվար է որ ռուսահայերը ոտքի կանգնին եւ փողոքեն այս բոլորին դեմ, բայց չունի մանրամասնություններու մեջ մտնել, որովհետեւ գիտեք որ բեդությունը իր արփանյակներով ինչ կրնա անել այդ տեղը։ Շատ բան չէ փոխված նախկին ռեժիմեն։ Բայց մենք արդասահման ապրողներս, ըսպիրքի մեջ ապրողներս գրնանք բարձրացնել եւ մեր ցասումը փողոքը հասցնել մայր աթոր։ Քարեքին գաթողոս պետք է իմանա, որ մենք ըսպիրքահայերս թեմենք այս հապշտագության։ Մենք կուզենք եկեղեցին վերակտնե իր վարգը, ինչ որ էր անցյալին։ Չմոռնալ, եկեղեցին ողնասյունն է մեր ինքնության։ Մեր քոյությունը բահբանող այդ հաստատությունը թարերու ընթացքին այսօր դժբախտաբար վատ վիճակի մեջ է, բայց մենք բոլորս միասնաբար ցերկ-ցերկի համախոհ պիտի աշխատենք, որ հայ եկեղեցին փրկենք թեպի անտունդ երթանե։ Բարոն Մխիթարյանի մատնանշած այդ երևույթը, որ Մոսկվայի չարքեպիսկոպոս Եզրաս Գոչեցյալը, որ $200,000 կբանջի եկեղեցին օձելու համար, շատ դուրս համար հարց կհառաջանա մեր միտքի մեջը, որ արդյոք ինքնալ գարիք ունի այդ խոշոր գումարներուն, քանի որ ինքը արդեն ջանցված է որպես մանկաբիղձ եւ իր մանկաբուծության արդիվ զոհերը արդյոք մեծ փողեր կբանջեն եւ այդ թակուն փողերը փոխանցելու համար ինքը պետք ունի այդ 200,000-ը։ Մեկ այլ բարակայի մասին ալ խոսելով ես իմացած եմ, որ դարբեր Ռուսաստանի դարբեր շրջանի մեջ այլ հայկական համայնքը եկեղեցու օձումին համար թիմած է, պետք է ատմասի մանրամասնություններ ունենանք, բայց մոտավորապես այս է միտքը, որ այնտեղեն ալ բանջած է $500,000։ Իհարկե սա թեր ասենք վավերագրված չէ, կսպասենք հաստատ դերեկություններուն եւ հետագային բացահայտում կատարենք այդ մասին։ Ինչպես որ քիչ առաջ գնշեի, մենք ունենք հրեշանման եւ հրաշանման հայեր։ Հրաշանման հայերը ցեզ մե սկսած բազմա դասնյակ հազարներ են եւ իբադիվցեզ YouTube-ի միջոցով, Facebook-ի միջոցով, դբակիր դարբերագի միջոցով, USA Armenian Life-ի եւ հայերեն լեզվով հրատարակվող հայկյան շաբաթերթի գայքեչի միջոցով, ուրեմն մենք մեծ ողջավորվածություն կապրինք եւ երախտաբար ենք ազորամար այս քոհապանության դոնի օրերուն մենք նաեւ ասենք մեր կողունակությունը պետք է հայտնենք, որ օրս օրե ազատ մամուլը գուժեղանա եւ ինչու ազատ մամուլը առանցին ու գուժեղանա հանցինս ասենք կանադայի քեղարդ.org-ին Ամերիկայի մեջ հայկյանք եւ
USA Army Life շաբաթաթերթերը, Ֆրանսիայի մեջ նոր հարաճը եւ այլ ասենք աշխարհամասերու մեջ, որտեղ հայկական համայնքներ կան իսկական ազատ մամուլի լրատվամիջոցներ եւ ոչ միայն ասենք թերթեր կամ գայքեչեր, այլ նաեւ YouTube-յան ալիքներ։ Օրմը հետակային համաբարփակ ցանկը կներկայացնենք եւ կառաջարկենք մեր հերոստատիտորներուն եւ ընթերցողներուն, որ ամեն կերպ աճակցին հայկական ազատ մամուլին։ Քիչ առաջ հրաշանմանի թեմայով շարունակելով մենք նաև ականատես ենք եւ բարձրացնող ենք այն դխուր մշակույթի արդիվ, երբ անգլիկան եկեղեցվո մեջ Նյուքասլի arczepiskopos-ը բարձրացնեց եւ իր սրծավ լալու փաստը ներկայացուց, որ ինչքան թադաբարդելի է անգլիկան եկեղեցիեն ներս վախեցման, վախի եւ կարիերիզմի մտնոլորտի արգայությունը։ Պետք է ասել, որ Հայաստանյաց արաքելական եկեղեցու մեջ եւ հատկապես Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի ասենք քաղաքալը, որ այսօր անարժանապար բռնազավթած է այդ Սուրբ Կահը Քարեքին երկրորդը եւ իր մաֆիան ոչ միայն վախեցման մշակույթ ստեղծած են, որ վախեցման ենթարկեն եպիսկոպոսներուն, վախեցման ենթարկեն աշխարհականներուն, վախեցման ենթարկեն վարդապետներուն եւ այլ մարդկանց, նաեւ Քարեքին բի արդիվ պետք է ասել, որ շանտաժի մշակույթ ստեղծած է ան։ Շանտաժի մշակույթ, որ եթե ադի KGB-շնիկ մշակույթի շարունակությունն է եւ այդ շանտաժի մշակույթով գործե ամրացնել իր թիրքերը բարեփոխտապար ուժեղ նկարակրի դեր մարդիկ, առողջ նկարակրի դեր մարդիկ սկսած են բարձրացնել ճշմարտությունը եւ պիտի չզարմանանք, որ բարձրացնողներուն թիվը, որ արդեն կազմած է բանակը, ավելի պիտի ուրջանա եւ այս բարենորոգման շարժումը անզսպելի պիտի դառնա։ Եվ մենք ոչ միայն ականատեսի պիտի լանք բոլորս միադեղ, այլ նաև գերդողները պիտի լանք փայլուն աբակային եւ փայլուն աբական կսկսի հիմա։ Վերջերս ես իմացա բարոն Մխիթարյան, թե Քարեքին բն նաև թաղմանական ծառայություն մատուցած է։ Բարոն Չապարյան, ինձ համար անագնկալ մներ Ամերիկահայ բարերարմը կթաղվի Մայր Աթորի մեջ, որուն ներկա եղած է նաև Թեմիս Հովնան arczepiskopos-ը թաղման գնախակահե Քարեքին ամենան հայոց կաթողիկոսը։ Եվ ասկի առաջ արդեն հայտարարված էր Քարեքին կաթողիկոս շատ հստակ կերպով հայտարարած էր այդ մեկը, որ եւ իր արփանյակներու միջոցով դարազված էր այս լուրը, որ ասկային բարերարներ, որոնք գոգի քումարմը կհատկացնեն Մայր Աթորին, որպես եկեղեցասեր անցինք պիտի թաղվին Մայր Աթորի շրջապատեն ներս։ Շատ տարօրինակ է, քոնե իմ Զարայտյանս վերջին 60 տարիներուն երբեք չեմ տեսած, որ աշխարհականիմը թաղման ներկա ալա կաթողիկոսը։ Կաթողիկոսը միան ներկա գլա, երբ որ Փարսասիջան թեմական առաջնորդը հոն մահացած է, բայց վերջին շրջանին չտեսան այդ բոլորը, մահացող Փարսասիջան arczepiskopos-ները թաղվեցան իրենց միապանագից եղբայրներու կողմը։
Ամենայն թևս կարևորը այն է, որ անցիկ քնահատվին, աշխարհական կամ եկեղեցական, քնահատվին իրենց ողջության եւ ոչ մեռնել են յետքը։ Այս առիթով գուզեմ նաև ակնարկել, որ դակավին 2 օր առաջ թաղվեցավ Գերմանիո նախկին առաջնորդ Քարեքին արքեպիսկոպոս, որ երկար տարիներու ծառայություն ուներ Գերմանիո մեջ, դժբախտաբար վադարողջ վիճակով քնած ձերանոց Գերմանիո մեջ ու աբա վատտարանալի հետ կզինք փոխադրեցին բոլիս իր ծննդավայրը Սուրբ Փրկիչ Հիվանդանոց ուր ավանթեց իր հոգին կրնան գսել ասված հոգին լուսավորը այս նույն Քարեքին արքեպիսկոպոսն էր որ տեխնազու էր բادرիարքական աթորին բայց որովհետև թուրք պետությունը զինք հարմար չեր նկատեր այդ աթորին գամածը ջամփեցին եւ Քարեքին arczepiskopos վշտացած վերադարձավ իր աթորը Գերմանիո մեջ։ Հիմա խովասանքները լսեցեք Քարեքին arczepiskopos-ի մասին, բացեք Բոլցո բادرիարքության էջերը եւ գտեստեք այդտեղ ինչ խովասանքներ։ Սիրելիներ, գգրտնեմ անցիմը խովասանքը ըրեք իր ողջության, եթե իր մեջ արժանիքներ գտնեք եւ ոչ թե իր մահեն յետ։ Հայ ժողովուրդը շատ խելացի ասացված ունի։ Քնամերիր Եգուր սիրը։ Ինձ հիշեցնե իմ հին օրերս, երբ Զարեհ կաթողիկոս Մեծիդան Ինգիլիկիո այդքան հալածվեցավ, արհամար հվեցավ, դժբախտաբար իր սիրելի ժողովրդին գոմե, որում միայն սեր կարոզեց, իր թաղման ես որպես ագանադես մի քանի 100,000 հոգի անցրևիդակ քալեց եւ զինք քաղաքի գետրոնեն մինչև մայր աթոր որ մոտավորապես 25 կիլոմետր է այդ փողոցը քալելով քնած նույնիսկ արաբները մերժեցին հրաժարիլ այդ տողանցկեն եւսին թեգուզ անցրև ջամփու գեսեն մենք պիտի շալգենք Զարեհ կաթողիկոսը թեբի իր վերջնական դուրը սիրելիներ այդ արիթով ալ շատ խոսած ենք մարդումը հարքը աշխարհական թե եկեղեցական Փարսաստիճան թե փոքր աստիճան Քիցեք իր ողջության քնահատեցեք իր ողջության եւ ոչ իր մեռնելն յետքը այս բոլորը գսեմ որովհետեւ մեր միակ ուզածփանը արտնության գոչն է սիրելիներ գուզենք որ մեր ժողովուրդը արտնա նայեցեք հայրենիքի ինչ վիճակի մեջ է որում մեջ կարևոր թեր ունի հայ եկեղեցին ունեցած է եւ պետք է ունենա մենք այս բոլոր դժվարությունները չեմ ուզեր ուրիշ բարգործել դեսնել է յետքը անդարբեր չմնանք մեր փապակը այդ է բարձրացայինենք որ փամը փոխվի եկեղեցին թեպի անտունդ կետա նայեցեք հայրենիքի մեջ նայեցեք pedagogan շրջանակներու մեջ մեր ասկային ժողովը երբեմն գրգեսի կվերածվի մենք որ գժպտային կխնդայինք այնինչ որ գվադահեր այլ երգիրներու մեջ եւ դքիդության վերակրեին այդ բոլորը նույն բան այսօր մեր ասկային ժողովի մեջ կբադահի չունենք իրարու անտեպ հարկանք սեր չունենք հասկացանք լավ հարկանք չունենք իրարու անտեպ չունենք հանդուրժողություն հայրենիքն է որ ի վերջո պիտի դուժե երբ պիտի սորվիկ զիրար հարկել սիրել հանուն հայրենիքի հանուն հայ եկեղեցու հետևաբար գգրտնեմ սիրելիներ անդարբեր մի գտնվիկ բարձրացայնեցեք հոն ուր որ նեղացություն կա հոն պետք է հասնենք փուժումի ադիգա անելու համար ես ութուն ցերկ-ցերկի բիդի աշխատենք մեր անդարբերությամբ ներգաղացությունը ավելի
գվաթարացնենք։ Հետևաբար իմ պատկամս է սիրելի դիտողներ։ Սիրեցեք զիրար, հարգեցեք զիրար, հանուն հայրենիքի, հանուն Հայաստանյաց առաքելական եկեղեցու։ Իհարկե առողջ մարդիկն են, որ իրար գրնան սիրել, իրար հանդուրժել եւ իրար հանդեպ ագնազանք զարգացնել։ Սակայն գա հատվածը, որ աբարողջ են, եւ այդ հատվածը, որ աբարողջ է, եւ որ քննադատության թիրախ կդառնան եւ իրենք հասարակական գազագերբության կամ գուսակցության կամ կրոնական գազམ་ության ղեկավար թիրքերու վրա գտնվին, անմիջապես կփորձեն առողջ քննադատություն, սրծավություն արտահայտող մարդուն սխալ պիտակավորել, ասելով սա հագաթաշնակցական է, սա հայ եկեղեցին է, եղբայր, չի կարելի մեկը առողջ գերբով քննադատե եւ այդ մարդուն ընդունել որպես առողջ քննադատության հեղինակ եւ իր պատկամի մեջ են ամենալավ պատկամը վերցնենք եւ կորցատրենք որպեսի հասարակական կամ կրոնական կամ նույնիսկ պետական գազམ་ագերբությունը բարելավվի անցնող շաբաթներու ընթացքին անգլիկան եկեղեցու մասին բարձրացնեցին աշխարհարչակ խոշոր լրատվամիջոց Sky News-ը, CBS Television-ը, Los Angeles Times-ը, կանադական, եվրոպական, անգլիական բազմաթիվ ասենք լրատվամիջոցներ եւ ոչ մեկը այդ լրատվամիջոցներուն չպիտակավորեց որպես հագա անգլիկան եկեղեցու չպիտակավորեց որպես թշնամի անգլիկան եկեղեցին այլ գետրոնացան փաստի վրա եւ պետք է քննադատքի խոսքսել անգլիկան եկեղեցու հոգևոր ղեկավար Canterbury arczepiskopos Justin Welby-ին որ մանկաբարձության խոշոր թվականագիմը բացահայտման արդիվ երբ ինքը 2013 թվին սկսյալ դեղյակ էր սակայն մերժած էր իրուշատյան գիզագետին տնել այդ փաստը որ կրոնական ասենք անդամներ 100-ը ավելի երեխաներ դղաներ բղզած են եւ ի վերջո մտքի եւ հոգվոր լուսավորությունը ունեցավ մեդիայի քննադատություններով արդիվ ի վերջո հանգելու այն եզրակացության որ ինքը պետք է հրաժարի եւ իր հրաժարականը ներկայացուց իսկ իրեն որպես հագապատկեր մենք ունենք հրեշանման ոչ թե հրաշանման անգլիկան եկեղեցին ունեցավ հրաշանման ղեկավարը որ հրեշանման կորզունեություն ունեցած է բայց հետո անդրադարձավ որ հրեշանման կորզունեություն ունեցած է հրաժարեցավ ուրեմն դարձավ հրաշանման փրկելով անգլիկան եկեղեցին իսկ հայաստանյաց առաքելական եկեղեցու բարակային պետք է ասել որ մենք կշարունակենք ունենալ հրեշանման ղեկավարներ հանցինս կարեկին բին մանկաբից եղբոր եզրասին եւ նաեւ հրեշանման pedagogan նախկին կորզիչներ եւ թեգուզ գրնալալ նույնիսկ Փաշինյանի վարչակազմի մեջնալ օրը կա եւ բացահայտվին հրեշանման pedagogan կորզիչներ ուրեմն ազատ մամուլի աշխատակիցներուն բարդականությունը չէ սիլիբիլի անել այլ մեր բարդականությունն է բացահայտում անել որբեսի ռոբե առաջ առողջանա ասենք հայ ասկը իր ամբողջականությամբ իր հասարակական գուսակցական գրոնական եւ pedagogan գարույցներով ուրեմն կշարունակենք մեր երթը կշարունակենք մեր բարի առաքելությունը հոգուտ հայ ասկին եւ հայոց pedagoganության